Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը կարող է ներկա գտնվել կիրակնօրյա պատարագներին, հաղորդություն ստանալ, բայց չի կարող պատարագ մատուցել եւ քարոզել, պահպանվում է Սրբազանի տնային կալանքը։ Սա այն է, ինչ որոշվեց շուրջ 2 ժամ տևած վերաքննիչ քրեական դատարանի նիստի ընթացքում։ Սրբազանի պաշտպանական կողմը հանդես եկավ խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու միջնորդությամբ, ներկայացրեց հիմնավորումներ։ Փաստաբան Երեմ Սարգսյանը ընթերցեց Շիրակի թեմի հավատացյալների խնդրագիրը, որում նշված է. մենք հավատավորներս չենք կարողանում բավարարել մեր հոգևոր պահանջմունքներն այն պատճառով, որ Սրբազան հայրը կալանքի տակ էր գտնվում, իսկ այժմ տնային կալանք է, որն ուղեկցվում է խիստ սահմանափակումներով։ Սրբազանը զրկված է նույնիսկ ժամերգություններին եւ սուրբ պատարագներին մասնակցելու իրավունքից, որոնք համարվում են միասնական աղոթքի դրսևորման ձևեր։ Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելը բացասաբար է անդրադառնում Շիրակի թեմի հավատավորներիս վրա, տուժում է կրոնական պահանջմունքները բավարարելու սահմանադրական իրավունքը։ Դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը տնային կալանքը թողնելով ուժի մեջ։ Օրինակին չեն ասում, որ նոր հանցանք կատարի, ենթադրաբար նույն խոսքերը ասի, որը որ դիտարկեն հանցանք, ինչ նախանգարում որ դատարանի դահլիճում այդ նույն բանը ասի, այսքան մարդկանց ներկայացան լրատվամիջոցների։ Եթե չի անում, ուրեմն միտք չունի անելու եւ չի էլ անելու։ Դատարանը գտավ, որ նման որոշում պետք է կայացնի, երբ որ ինքը գտնում էր քրեակատարողական հիմնարկում, հենց առաջին հերթին հենց այս հոգևոր ծառայության խնդիրն էր, որ միշտակած բարձրացնում էր նախ պատարագների մասնակցելու հարցը, ուստի մենք միջնորդեցինք, որպեսզի քահանա գա քրեակատարողական հիմնարկ եւ այնտեղ ինքը պատարագ ոնց որ մասնակցի պատարագի, հիմա էլ նույն բանն է, այսինքն իր ամբողջ կյանքը նվիրված է հոգևոր ծառայությանը եւ զրկել հոգևոր ծառայությունից դա բավականին լուրջ խնդիր է իր համար եւ ավելի մեծ պատիժ է, քան ազատազրկման մեջ գտնվելը։ Միքայել Սրբազանն իր իրավունքների խախտման հարցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ներկայացրել է անօրինական կալանավորման, արտահայտվելու ազատության խախտման քաղաքական նպատակներով քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ փաստեր։ Այս անգամ եւս դատարանում հավաքվել էին Սրբազանի գործունեությունը գնահատող մարդիկ։ Նրանց մի մասը դատարանի բակում հասցրեց ստանալ սիրված առաջնորդի օրհնությունը։ Տրամադրությունը տեղը, դες պատմո պահագով կտանեն ձեզի, է։ Իսկ մարդողը սմանը տանի։ Հաջողություն, հաջողություն։